Բարի օր, առաջարկում եմ օրը սկսենք քաղցրով։ Եթե հիշես, միասին պատրաստել ենք չորաբլիթով և շոկոլադով երշիկ, հիշում ես։ Այո, շատ համեղ էր։ Այսօր առաջարկում եմ դրա գազարով տարբերակը։ Իդեպ ասեմ, եթե պատրաստելուց հետո չասեք, թե ինչից է պատրաստված, դժվար է գլխին գնել։ Շատ հետաքրքիր և համեղ անուշեղեն ենք պատրաստում։ Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ընկույզ, գազար, կարագ, շաքարավազ, չորաբլիթ, նարինջ, խնձոր, կոճապղպեղ, մշկընկույզ քերած, դարչին, խտացրած կաթ, վանիլի յուղ և կոկոսի քերուկ։ Ջեռոցը հարկավոր է անմիջապես միացնել 160 աստիճան, թող տաքանա։ Հարկավոր է ընկույզը բովել, կդնենք տաք ջեռոցը 7 րոպե, բայց մի փոքր պետք է տաքանա, տեսնենք, թե ինչով ենք դնելու։ Բայց ընկույզը ավելի շատ էր, մի տեսակ քչացել է, իսկ դու չգիտես ինչու է քչացել ընկույզը։ Գիտեմ։ Լավ, հետո կպատմես, սա դնում ենք ջեռոցը, թող բոբվի, իսկ մենք շարունակենք, ասացի գազարով, հենց գազարից էլ սկսենք, հարկավոր է այն տապակել, բայց, մինչ կսկսենք գազարը տապակել, հարկավոր է տապակել շաքարավազը, 60 գրամ, կարագ, հենց հալվի շաքարավազը կլցնենք վրան, իսկ մենք ժամանակ չկորցնենք և քեչով անցկացնենք գազարը։ Սա քեզ, բռնիր, կարող ես ուտել, էլի կտամ, եթե շատ է։ Եթե խառնես, էլի կտամ, վերցրու։ Միգուցե տաս հետո խառնեմ։ Մի փոքր էլ ավելացավ, սա էլ վերցրու, կարծում դժգոհ չես մնա։ Այսօրվա վիտամինների պաշար ընդունեցիր դու արդեն։ Ոչ, ես կսպասեմ այս ռուլետին։ Դե դա էլ իր հերթին, դրա մասին ով է խոսում։ Արդյոք ուզում ես կշտացնել, որ ես չուտեմ։ Թող բովվի, դուր շնորհակալություն։ Տես հենց պղպջակներ են դուրս գալիս, լցնում ենք գազարը։ Տես մի փոքր էլ այստեղ թողեցի, վերցրու։ Կարելի ասել, որ սա կարամելիզացնում ենք։ Այո, թույլ կրակի վրա, շատ թույլ կրակի վրա, թողնում ենք գազարը պատրաստվի, ծածկում ենք ափերիչով, սա արել ենք, նա չէին կարել, հանում ենք ընկույզը, մի մասը լցնում ենք հարիչի համանի մեջ,
ասացը, լուսնենք մի ուրիշ աման մեջ, հետո սա պետք է մանրացնենք դանակով, իսկ նա պետք է փոշի վերածենք։ Ամեն ինչ փոշի վերածում։ Ոչ ամեն ինչ։ Ընկույզի հալալ կեսը։ Լասը հալալ կեսը։ Հալալ կեսը։ Այո։ Ամանը կվերադարձնես ինձ գազարի, որ տվեցի քեզ, հարմար ամանը։ Վերջ։ Սա էստեղ, սա դեռ թող սպասի։ Մեծ ամանը, ուրա, հարմար ամանը։ Լավ, պետք չի ես ուրիշը ունեմ, ես կվերցնեմ սիրելի ամանը։ Քեչով անցկացնում ենք խնձորը։ Տալիս ես, հետո հետ ես ուզում, չի լինի, հետ է։ Դե դու էլ ամիջապես ինչ ես անում աման հետ, ինչ է քեզ պետք, ամանի մեջին է, կեր է վերադարձրու։ Կարող է խնձոր ես ուզում։ Նորմալ խնձոր եմ ուզում։ Ոչ նո ինչ նորմալ, ամենալավ զյոզյոկ մասերը մնացել է վերցրու, զյոզյոկ մասերը։ Սա զյոզյոկ է։ Սա լցնում ենք գազարի։ Քեզ տամ, հետո չեմ ետ ստանա, ավելի լավ դնեմ կողք։ Ախ, բխվեղը չմոռանաս։ Ժամանակը չի դեռ։ Թող մնան միասին, շոյք է խաշվեն։ Իսկ մենք շարունակենք։ Չորաբլիթի մի մասը, այնպես որ ընկույզը արեցինք, վերածում ենք ալյուրի, Փոքր մասն էլ իսկ դաս։ փոքր մասն էլ է պետք։ Նա արդեն կկտրատենք։ Գործեք դնում սիրելի տախտակը, սկսենք ընկույզից, աներ կտրատում ենք, շատ մանը չեն կտրատում, այսպես, Որ ատամի տակ։ առնի, այո, ատամի տակ առնի, լավ է, շատ լավ։ Սա լցեցինք ետ և նույն բան անել ենք չորաբլիթի հետ։ Եթե շատ ունենայինք ընկույզ, կարծում ավելի համեղ ստացվի ճաշատեսակը։ Գիտես ինչ է կոչվում քո արարքը, սեղանից թռցնելը։ Իմ կողմից ես նայում, իմ կողմը պիտի նայի դեպի ձախ։ Այո։ Լավ։
Սա էլ շատ մանր չենք կտրատում։ Դուրը բաց է։ Եվ Դուրներ։ հա, Հա։ ասում ես։ Քեչով անցկացնում ենք նարնջի կեղևը։ Գազարի մասին չեն մոռացել։ Ոչ։ Ոնց էր համեղ էր։ Ով Գազարը։ չենք մոռացել։ Դե մոռանալ կլինի այդքան ուտելուց հետո։ Կան մարդիկ, ովքեր ուտում մոռանում են, ես կարծում եմ դու այդ մարդկանցից ես։ Ինձ ձախն է, էլի։ Սա էլ ենք լցնում վրան։ Եվ սկսում ենք համեմել։ Կոճապը խեղով չոր։ Կարծում բավական է։ Մանրացրած մշկանկույզով, դարչնով և վանիլիով։ Կարելի արդեն կրականջատել, որտև եթե ջերմային մշակման ենթարկենք վանիլը, դառնա համ կլինի, իսկ դա մեզ պետք չի։ Հույսով եմ չափի մեջ էր ամեն ինչ։ Ամեն ինչ չափի մեջ էր, այո, հույսը մեռնում է վերջինը։ Սա լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Գցում ենք կարագը, քանի դեռ տաք է։ Եթե ամեն ինչ բարեհաջող եղավ, այսինքն ջրիկ զանգված պետք չլինի, սա քոնն է։ Եթե, ես ասացի եթե ամեն ինչ բարեհաջող գնաց։ Դե ինչ կարամ ես խանգարի։ Դե շատ բաներ։ Սրա վրա լցնում ենք խտացրած կաթը։ Սա էլ քեզ, դες ինչքան թողեցի տակ։ Ամենահամով մասերը քեզ, ամենահամով։ Սա էլ է զյոզոկ։ Չէ, զյոզոկը կոնկրետ սոխին է վերաբերվում, սոխի մեջտեղի այն քաղցր մասը։ Սոխը ինչ քաղցր մաս ունի որ։ Մեջտեղի մասը քաղցր է։ Սա էլ արեցինք, իսկ հիմա սկսենք մանրացած ընկույզից։ Հարիչով անցկացրած ընկույզը, հարիչով անցկացրած չորը բլիթը, վերցում։ Ամեն ինչ քեզ, ամեն ինչ։ Արդեն ավելի մեծ կտորներով ընկույզը, այսինքն մանրացրածը։ Ոչ թե հարիչով ալյուրի վերածած ընկույզը, այլ ձեռքով կտրատած։ Կտրատած։ Որից հետո չորաբլիթը, կտրատած չորաբլիթը։
Մենակ հիմա հարցրու կոկոսի քերուկը, բա ինչ ենք անելու, ինչ, հարցրու, այ հարցու, սպասի ես գործ եմ անում, մի րոպե։ Կոկոսի քերուկը ինչ ենք անելու մի րոպե հարցրու։ Ինչպես։ Հարցրու կոկոսի քերուկը ինչ ենք անելու հարցրու մի րոպե։ Այո, կոկոսի քերուկը։ Վերջում կտրատելուց հետո, երշիկ այսպես, կտրատելուց հետո վրան ենք անելու, և մատուցելու ենք։ Գործ ենք դնում ալյումինաթուղթը։ Հաստորեն երկու երշիկ է ստացվելու։ Սա հատում ենք։ Եվ ծայրերից հակում։ Սա հարկավոր է դնել սառցախցիկը։ Նույն ձև փաթեթավորում ենք մնացածը։ Տեսնենք, թե ինչով ենք այն մատուցելու։ Շատ լավ է։ Կոկոսի քերուկ ունենք, նարինջը ում տանք։ Խոսք է տվել։ Ահա, տաթև բեր երշիկները, տեսնենք, թե ինչ ենք անում նրա հետ։ Իսկ երշիկները ինձ կօգնի կտրատել տաթևը։ Հա, կօգնես ինձ։ Հա։ Այո, կօգնի տաթևը։ Հիմա ես բացում եմ, քեզ տալիս եմ դանակ, ու դու կտրատում ես, լավ։ Կարող ես։ Չես կարող, բայց կփորձես, ոչինչ։ Գիտես, ամեն ինչ դժվար է առաջին անգամ անելը։ Հետո արդեն կասես, տվեք հələ ես կտրեմ այդ երշիկը։ Հələ մի հատ տվեք տեսեք ոնց եմ երշիկը կտրատում։ Գիտես, սա մսով երշիկ չի։ Սա քաղցր երշիկ է։ Այսպես, սա էլ վրայից փոքենք։ Ուզում ես դու հլը փորձիր սա։ Ես կտրատեմ, դու փորձիր, լավ։ Տենց անենք, հլը փորձիր տես համեղա։ Դու տես ես ոնց եմ կտրատում, որ հետո սովորես, լավ։ Իսկ համեղա։ Ինչի համա գալիս։ Մեկ որ ուտում ես, ոնց որ ինչ լինի մեջը։ Հլը փորձի պատկերացնել, ուտում ես և պատկերացնում ես ինչ։ Կեր, մի հատ էլ կեր։ Վերցրու։ Եվ ինչ է այնտեղ։ Կարամել։ Կարամել, հա, կարամելիզացված է, բայց ինչը։ Ինչ է, այլ պատկերացրու, ինչի համագալի, այսինքն ուտում ես և ինչի համագալի, հա։ Ես ասացի, հնարավոր չի գլխի ընկնել։ Գազար, պատկերացնում ես գազարով է, դու սիրում ես գազար։ Հա, բա ուրան պիտի կռահեիր, թե ինչով է պատրաստված անուշեղենը։ Այս երկու կտորն էլ դու դիր, այս ափսեի մեջ։ Վերցրու և դիր ստեղ, գեղեցիկ դիր, այդպես, և այդպես, ապրես։
Եվ գիտես, վերջում էլ վրան կոկոսի քերուկ ենք լցնելու։ Գիտես ինչ բան է կոկոսի քերուկը։ Այս սա է։ Հələ փորձիր հələ։ Այսինքն վերցրու եւ կեր։ Ոնց որ ինչ լինի։ Ոնց որ կոկոսի քերուկ լինի։ Սրանից մի փոքր լցնում ենք վրան։ Լավ։ Կանես դու։ Այսինքն վերցրու ձեռքով եւ լցրու վրան։ Վերցրու։ Շատ հետաքրքիր է։ Բա, ուր։ Կարամել, ինչ կարամել։ Ինչ ես սխալ հուշում երեխային։ Տեսնեմ։ Այսպես մի վախեցիր, լսրու։ Առանց վախենալու։ Ապրես։ Դու սա փորձիր կոկոսի քերուկով։ Մի հատ փորձել ենք առանց կոկոսի քերուկի, իսկ հիմա կոկոսի քերուկով, հələ փորձի, այսինքն վերցրու եւ կեր։ Խնդրեմ պատրաստեք, ըմբոշխնեք։ Գազարով քաղցր ռուլետ։ Գազար 500 գրամ, չորաբլիթ, պիչենյե 400 գրամ, կարակ 200 գրամ, ընդեղեն մենք վերցրել ենք ընկույզ, դուք կարող եք վերցնել խառնուրդ 150 գրամի չափ, շաքարավազ 100 գրամ, խտացրած կաթ 4-5 ճաշի գթալ, նարինջ 1 հատ, խնձոր 1 հատ, դարչին կես թեյի գթալ, կոճապղպեղ կես թեյի գթալ, եթե չոր է, իսկ եթե թարմ է մոտավորապես 1-1.5 սանտիմետր երկարությամբ արմատ պիտի վերցնել, մշկընկույզ կես թեյի գթալի չափ պետք կգա, վանիլի յուղ 1 թեյի գթալ, իսկ եթե վանիլին եք վերցնում, ուրեմն գթալի ծայրով և կոկոսի քերուկ մոտավորապես կես բաժակ։ Պատրաստման եղանակը. ընդեղենը լցնել ջեռոցի տապակի մեջ, դնել 160 աստիճան տաքացրած ջեռոցը, թողնել այնտեղ 7 րոպե, ավելին պետք չի, այլապես ընդեղենը կայրվի։ Գազարը մանր քերել, տապակը դնել կրակին, մեջը 60 գրամ կարակ գցել, լցնել շաքարավազը, թողնել շաքարավազը հալվի, հենց խոշոր պղպջակներ գոյանան, լցնել քերած գազարը, լավ խառնել, կրակ լիչեցնել, կափարիչ դնել, թողնել գազարը շոգեխաշվի։ Ընդեղենի կեսը գործիքով ալյուրի վերածել, լցնել ամանի մեջ, մնացած կեսը դանակով ոչ մանր կտրտել։ Խնձորը մանր քերել, ավելացնել գազարին, եփել միասին ևս 10-15 րոպե։ Չորաբլիթի կեսը նույնպես գործիքով ալյուրի վերածել, մնացած մասը ոչ մանր կոտրատել։ Գազարի զանգվածը կրակից վերցնել, ավելացնել վանիլի յուղը, դարչինը, կոճապղպեղը, նարինջի քերած կեղևը, մնացած կարակը, խտացրած կաթը, աղացած չորաբլիթն ու աղացած ընդեղենը լավ խունցել։ Վերջում արդեն ավելացնել խոշոր կտրտած ընդեղենն ու չորաբլիթը, խառնել։ Սեղանին սննդային թաղանթ փռել, վրան դնել զանգվածից, այնպես որ 4.5 սանտիմետր տրամագծով գլան կարողանանք ստանալ, գլանը ձևավորել, փաթեթավորել սննդային թաղանթով և 4-5 ժամով դնել սառնարանը։ Եթե պիտի երկար պահեք, հենց այդպես էլ կարելի է պահել։ Գազարով ռուլետը ազատել թաղանթից, կտրտել, կոկոսի քերուկ շաղտալ։ Դե, տպավորությունները համեղ էր։ Մեջը խնձոր կար։ Մեջը խնձոր կար, մոռացել ենք, մեջը խնձոր է կա, ճիշտ է, գազար խնձոր, տեսար, երեխան գլխի ընկա։ Եվ հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ հետ պատրաստել, ասեմ ինչ հարկավոր հաջորդ անգամ, դեմ չես, ասեմ։ Շերտավոր խմոր, սունկ, սոխպանի, կատձու լոլիկ, կանաչ, սոխ, բուսայող սամիտ, մաղադանոս և բարձր, շատ բարձր տրամադրություն, եթե տրամադրություն չունես, խոհանոց մտնել է անիմաստ է, որտեղ ճաշը համուր չի ստացվում մի տեսակ։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։